Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Վերադարձանք տաղավար եւ մեր տաղավարում է քաղաքագետ Երվանդ Բոզյանը, շնորհակալ եմ պարոն Բոզյան ներկայացնելու համար։ Իհարկե խոսելու ենք հայազգի մեծանուն բարերար գործարար Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցողից եւ անհատապես իր հետ տեղի ունեցողից եւ Նիկոլ Փաշինյանի վարկագծից թե գլոբալ իմաստով ինչ է տեղի ունենում։ Սամվել Կարապետյանը մարդ է, որ անկախ իր քաղաքական հայացքներից, օրինակ, ասենք ինձ էլ կարող էր դուր չգալ, որ տարիներ առաջ ինքը այնուամենայնիվ հարգելով պետական ինստիտուտները հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին, ասենք, կամ ընդունել էր Նիկոլ Փաշինյանի հրավերը, բայց իր ամագը ժողովրդի խոսքով ասած բավական մեծ է։ Եվ այո, ինքը իրավունք ունի, ոչ միայն իրավունք, ես կարծում եմ նաև պարտավորություն ունի, հա, խոսելու երկրի շուրջ տեղ ունեցող կարևորագույն իրադարձությունների մասին։ Եվ Սամվել Կարապետյանը չէր կարող լռել, երբ եկեղեցին հարձակումների է ենթարկվում, հա։ Ինչու է Փաշինյանը ջղաձգումների, ասենք տրամաբանական չէր, սպասելի չէր, որ Սամվել Կարապետյանը պիտի խոսի այդ մասին, կամ այլ գործիչներ պիտի խոսեն դրա մասին։ Ինձ թվում է, այս պահին անտրամաբանական որ կան գործիչներ, որոնք չեն խոսում եկեղեցու դեմ հարձակման մասին։ Տեսեք, ձեր հարցադրումը բավականին լեգիտիմ է, բայց կա այստեղ բոլորված մի պատկերացում, որ Սամվել Կարապետյանի հանդեպ այս քայլերը կատարվել են բացառապես այն բանի պատճառով, որ ինքը իր տեսակետն է հայտնել պաշտպանելով եկեղեցուն։ Մինչդեռ իրականությունը բոլորովին դրանից հետո սրվել է։ Հա, դրանից հետո սրվեց, դրա համար մարդկանց մեծ ճնշող մեծամասնություն այն տպարությունն է, որ Սամվել Կարապետյանի վրա հենց դրա պատճառով էլ հարձակում է եղել։ Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է, ես կփորձեմ հիմա ձեզ ներկայացնել, թե իրական այս Նիկոլ Փաշինյանի քայլերը ինչով էր նախատեսված եւ ինքը ծրագրավորված էր նախապես։ Հիմա ասեմ, տեսեք, Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ 26 թվականի ընտրություններում ինքը շատ ծանր վիճակի մեջ է հայտնվելու, որտեղ հանրային կարծիքը կտրուկ փոխվել է, մարդիկ արդեն չեն հավատում իրեն, իր բարկանիշը անկում է ապրել, եւ ինքը շատ լավ հասկանում է, որ որպեսի եթե ինչպես որ 21 թվականին ինքը նախկին ներկա այդ խոսույթը օգտագործելով խափեց եւ ընտրվեց, այս անգամ դա չի աշխատելու։ Նախկինում թալանի գործոններ չի աշխատում, Գյումրի ընտրությունները ցույց տվեց, որ մարդիկ թալանի գործոնը չեն աշխատում, որտեղ քանի որ այս ներկա իշխանություններն են թալանի մեջ, մարդիկ ասում են, որ նախկին ներկա նույն թալանն է, բայց նախկինում գոնե չկար անվտանգության խնդիր, մի կա անվտանգության խնդիր։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանալու է իրավիճակը, փորձում է այդ անվտանգության խնդիրը լուծել, ինչպես լուծել։ Ինքը Սամվել Կարապետյանին բռնելու է։ Չէ, տեսեք, ինքը ամեն կերպ փորձում է համոզել Էրդողանին եւ Ալիևին, որ իրեն մինչեւ ընտրությունները նվիրել այն թուղթը, որը կոչվում է խաղաղության պայմանագիր, որից հետո ինքը այդ թուղթը կվերցնի գյուղարգյուղ կգնա Հայաստանի մարզերով եւ ապացուցի, որ փորձի համոզել խաբել հերթական անգամ ժողովրդին, որ արգելի ժողովուրդ, եթե դուք ինձ չընտրեք, կլինի պատերազմ, որտեղ միայն խաղաղության երաշխիքը ես եմ ունելու, այս էլ թուղթը ձեզ վկա։ Սա է խնդիրը։ Էրդողանն ու Ալիևը տեսնելով Նիկոլ Փաշինյանի այս ողբերգական վիճակը, հասկանալով, որ այս մարդը կախված է իրենցից, հասկանալով, որ այս մարդուց կարելի է շատ բան կորզել, սկսել են բազմաթիվ նախապայմաններ ուզել։ Եթե սկզբնական փուլում նախապայմանները միայն սահմանադրության փոփոխությունն ու Մինսկի խմբի լուծարումը, որը հրապարակային մակարդակի ճանաչվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, հետո եկավ արդեն հաջորդ քայլերը։ Հաջորդ քայլերն էին ադրբեջանցիների վերադարձը, որը փաստացի Ալեն Սիմոնյանի շուրթերով արդեն հաստատվել է։ Հաջորդը եղավ արդեն Զանգեզուրի միջանցքի բացման խնդիրը, որը անուղղակիորեն արդեն այս իշխանությունը տարբեր ձևերով հասկացնում է, որ ընտրություններից հետո սա բացվելու է, որովհետև ըստ էության ամբողջ Հայաստանն է դառնալու Զանգեզուրի միջանցք, այսինքն Հայաստանը պրակտիկորեն դառնալու է Թուրքիայի հերթական մարզերից մեկը, վիլայետներից մեկը, եւ վերջապես հաշվենելով այն հանգամանքը, որ Ալիևի մոտ կա հարցադրում, իսկ ինչքանով է անկեղծ Նիկոլ Փաշինյանը մեր այսպես ասած խոստումները կատարելու համար, նրանք ինչ արեցին։
զուգահեռաբար այդ ժամանակ Բեռնում երբ որ ընթացավ կոնֆերանս Լեռնային Ղարաբաղի կրոնական հաստատությունների մշակութային օբյեկտների ժառանգության պահպանման հետ կապված երբ որ այդ եկեղեցին այնտեղ հանդես եկավ մի շարք ազգապահպան բաներով ելույթներով դա Պարիտ եղավ, որպեսզի Ադրբեջանի պատկան մարմինները հարձակում սկսեն եկեղեցու վրա։ Իրենց այսպես կոչված հոգևոր առաջնորդից սկսած։ Այո, որից հետո Ալիևը հորդորեց Նիկոլ Փաշինյանին ապացուցել, որ ինքը անկեղծ է իրենց այսպես ասած խոստումները կատարելու համար, որից հետո առաջացավ այդ գրոհը եկեղեցու դեմ։ Եկեղեցին 7 տարի դրա մասին մոռացել էին, հենց հիմա ակտիվ սկսեց գրոհը, որովհետև սա պահանջեց Ալիևը։ Ալիևի պահանջը կարևոր է Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև Ալիևը ասում է, որովհետև իմ պահանջները չկատարես, հունիսի 20-ին Էրդողանի քո հանդիպումը կձախողվի կամ Էրդողանը այն ինչ որ դու ուզում ես չի կարող, որովհետև Էրդողանը ինձանից է խնդրելու, որ ես թուղթը տրամ, թուղթ տրամադրողը քանի որ ես եմ, դու էլ Էրդողանից ես խնդրելու, որ Էրդողանը խնդրի ինձ, ապա դա նշանակում է իմ այս պայմանը պետք է կատարես։ Նիկոլ Փաշինյանը իր տնային աշխատանքը եկեղեցու վրա հարձակվելու կատարեց ամենաստոր ձևով, մտնելով անկողին, անձնական գործոն սարքելով եւ այլն եւ այլն։ Հաջորդ քայլը դա վերաբերում էր Սամվել Կարապետյանի վերաբերյալ։ Դուք գիտեք, որ 2021 թվականի հունիսի 18-ին, ուշադրություն հունիսի 18-ի մասին է խոսքը, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում հայտարարեց 3 խոշոր գործարարների՝ Արա Աբրամյանի, Սամվել Կարապետյանին եւ Դավիթ Գալստյանին, որոնք իբր զենք ու զինամթերք են ժամանակին մատակարարել Արցախ եւ իրենք փաստացի յուրօրինակ մեղսակից են, որ երկար ժամանակ այդ տարածքները օկուպացված է եղել Հայաստանի զինված ուժերի կողմից։ Այսինքն Ադրբեջանը 21 թվականից հրապարակավ հայտարարել է, որ այդ 3 անձինք պետք է ձերբակալվեն եւ դատվեն Ադրբեջանում։ Հիշենք հունիսի 18-ը։ Այսօր հունիսի 18-ն է։ 2 օր հետո հունիսի 20-ին Փաշինյանը հանդիպելու է Ալիևի հետ։ Ինչ արեց Ադրբեջանը։ 3 Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պաշտոնապես վերահրապարակեց իր պահանջը, իր հայտարարությունը, որ այս մարդիկ ըստ էության հետախուզում է հայտարարված եւ Ալիևը իր խողովակների միջոցով, ես այս ինֆորմացիա եմ ասում, ոչ թե վերլուծություն, իր խողովակների միջոցով պահանջեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իր վերաբերմունքը ցույց տա այս վերահրապարակման վերաբերյալ։ Քանի որ հունիսի 18-ն է, իսկ թուրքերն ու ադրբեջանցիները սիմվոլիկա սիրող գործիչներ են, հիշեք նոյեմբերի 9-ի հետ կապված, Ադրբեջանի դրոշի հետ կապված եւ մի շարք գործոններ։ Ընդհանրապես եւ կայսրա մեծ ուժերը պիսի սիմվոլիկաներ սիրում են, հա։ Եվ այսօր հունիսի 18-ին հենց այդ օրն էր կարևոր իրենց համար, որպեսզի այդ մեսիջը կատարվեր։ Ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, շատ լավ հասկանալով սա, ինքը հունիսի 21-ին արդեն դրել էր քննարկում այս հեծերի խնդիրը, այսինքն ինքը արդեն սադրել էր այն կոնֆլիկտը Սամվել Կարապետյանի հետ, իրեն պետք էր պարզապես մի պատրվակ, որ ինքը կարողանար գրոհել Սամվել Կարապետյանի վրա։ Սամվել Կարապետյանի այդ հայտարարությունը, որտեղ ոչ մի հակաօրինական բան չկա, սա ուղղակի մարդ ուղղակի, այսպես ասած, հայտարարել է, որ ինքը աջակցում է եկեղեցուն, ինքը պատրվակ բռնեց ինչ-որ մի բառով, որը Այսինքն դու կարծում ես սա ձեր ինֆորմացիով սա կոնկրետ Ադրբեջանի պահանջն է։ Ես դա ինֆորմացիա եմ ասում, ոչ թե վերլուծություն, սա Ադրբեջանի պահանջն է, իսկ այդ Ադրբեջանի պահանջը Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է որ կատարվի, որպեսզի հունիսի 20-ի իր հանդիպումը Էրդողանի հետ դրականացնի իր համար։ Այսինքն ես ուզում եմ մեր ժողովուրդը, մեր հասարակությունը հասկանա, որ այստեղ ոչ թե Սամվել Կարապետյանի խնդիրն է, ոչ թե եկեղեցու խնդիրն է, ոչ թե վեհապարի խնդիրն է, այլ Հայաստանի լինել չնելու խնդիրն է։ Բանն այն է, որ երրորդ հանրապետությունը արդեն ավարտվել է։ Արցախի կորստով ավարտվեց երրորդ հանրապետությունը, ինչու, որովհետև երրորդ հանրապետության հիմնադրման գաղափարական հիմքի վրա դրված էր այն, որ այս հանրապետությունը պետք է երաշխավորով դառնալ Արցախի, որը արդեն գոյություն չունի։ Այս պարագայում ըստ էության մեր ժողովուրդը մենք բոլորս կանգնած ենք երկընտրանքի առջև։ Կամ մենք պետք է հիմնադրենք նոր 4-րդ հանրապետություն, որտեղ արդեն չկա Արցախ եւ մենք պետք է հասկանանք այդ 4-րդ հանրապետությունը ինչ համակարգի կոորդինատների մեջ պետք է կարողանա զարգանա, կամ մենք կամ մեր տեղը կհիմնադրեն ադրբեջանցիները Արևմտյան Ադրբեջան։
Երկընտրանքը այսպեսին է, քանի որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանի գոյությունը վտանգում է իր անվտանգությանը, որտեղ ինքը շատ լավ գիտի, եթե Հայաստանը մնա, ինքն էլ կորցնի իշխանությունը, ինքը դատվելու է Հայաստանը, որտեղ այն հանցագործությունները, որ ինքը կատարվել է, ուղղակի անթիվ են։ Շատ լավ հասկանում էր նույն Սաակաշվիլի Փաշինյանն է ուզում 4-րդ հանրապետություն չէ, ստեղծել։ Փաշինյանը փաստացի ոչ թե 4-րդ հանրապետություն է ստեղծում, Փաշինյանը ուղղակիորեն առանց ստիպված համաձայնվել է ձևավորել Արևմտյան Ադրբեջան, որպեսզի չդատվի։ Այդ Արևմտյան Ադրբեջանի հիմնադրումը ինքը անվանում է այսօր իրական Հայաստան։ Այսինքն իր իրական Հայաստանը դա նույն Արևմտյան Ադրբեջանն է, որտեղ պետք է կատարվեն մի շարք պայմաններ։ Այդ պայմանները, որ ես ասեցի, հայ գործարաններին կալանավորելը եւ փոխանցելը Բաքու, դրա մեջ մտնում են նաեւ ոչ միայն իրենց, այլ նաեւ նախկին 3 նախագահների կալանավորումը, որտեղ իրենք պետական հանցագործներ են ըստ ադրբեջանական օրենսդրության, Վազգեն Մանուկյանի, Սամվել Բաբայանի, մի շարք Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ազդեցիկ եւ գործիչների, որոնք ժամանակին այս կամ այն չափով ներգրաված են եղել պատերազմի մեջ։ Սրանք բոլորը Ադրբեջանի պայմաններն են եւ ըստ էության Ադրբեջանը այս պայմանները դնում է, որպեսի հետագայում այս տարածքի տեղը հիմնադրի Արևմտյան Ադրբեջան եւ իրանք չեն թաքցնում, նրանք հրապարակավ են հայտարարում, ասում են, որ այս տարածքում լինելու է Արևմտյան Ադրբեջան եւ փաստացի իրենց դեսպանը դե ֆակտո այսօր Նիկոլ Փաշինյանն է։ Իդեպ ասեմ, որ մենք բոլորս, արդեն նաև Մայր Հայաստանը, մենք դեմ չենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը, ավելին մենք կողմ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ մենք դեսպաններ ունենանք, բայց մենք դեմ ենք, որ Թուրքիայի դեսպանը նստի Հայաստանի կառավարության շենքում։ Հայաստանի կառավարության շենքում պետք է նստի հայամետ գործիչ, իսկ Թուրքիայի դեսպանատունը կարող է լինել այլ տեղ։ Ինչպես որ մենք էլ մեր կողմից ամբիցիա չունենք, որպեսզի Թուրքիայի նախագահան կամ Թուրքիայի վարչապետը լինի հայազգի գործիչ, որը իրականացնի Հայաստանի շահերը։ Այսինքն, ըստ էության մենք մերժում ենք պատերազմը, բայց մենք մերժում ենք, որ Հայաստանի լուծարման հետ միասին այս տարածքում հիմնադրվի Արևմտյան Ադրբեջան, ինչը որ ձգտում է անել Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ինչ է լինելու, ինքը միջև լավ Ադրբեջանը ուզում է Սամվել Կարապետյանն այլ գործարանին, բայց Նիկոլ Փաշինյանը չի վերցնելու։ Մեղադրանքը տվել են Հայաստանում իշխանության ուզուրպացիայի բան, Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է, որպեսզի ցույց տա, որ ինքը բավարարելու է Ադրբեջանի, այսպես ասած, ծրագրերը։ Այստեղ ամեն ինչ կախված է հայ հասարակությունից, Հայաստանի քաղաքացիներից։ Եթե Հայաստանի քաղաքացիները տունը նստած, թախտի վրա նստած կամ ինչ-որ այլ տիպի հարցերով զբաղվեն, ասեն, որ Արմենը, Կիրակոսը, Պետրոսը, Արթուրը չի զբաղվում կանցան, չէ, կապ չունի, անկախ նրանից թե ով ինչ, գիտեք ինչ, հիմա այն վաղտը չի, հիմա բոլորը լինի դա ՀՀԿ-ական, դաշնակցական, ծառուկյանական, չգիտեմ, ՔՊԱ-ական եւ այլն, բոլորը այն մարդիկ, որոնք պատրաստվում են եւ ծրագրում են շարունակել ապրել Հայաստանում, պետք է հասկանան, որ այս խմբակը պետք է հեռացվի օր առաջ, որովհետեւ այս խմբակի գոյությունը եւ շարունակական կառավարումը դա կնշանակի, որ ուղիղ 1 տարի անց ամբողջ Հայաստանի ժողովուրդը անկախ իրենց քաղաքական ուղղվածության պետք է իրենց չամադանները վերցնեն ու գնան դեպի Զվարթնոց կամ Վրաստանի սահման, ինչպես որ մենք տեսնում ենք, ինչպես որ եղավ արցախցիների հետ, ինչպես որ դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում Թեհրանում կամ Թել Ավիվում։ Սա ես ֆանտազիա չեմ ասում, սա իրականություն եմ ասում, եւ դա կախված է նաեւ մեր քաղաքացիներից։ Կոնկրետ Արմենից, Բորիսից, Արթուրից, Երևանդից, Անդրանիկից, չգիտեմ, Պողոսից, Կիրակոսից, բոլորը պետք է հասկանան, որ այստեղ չկա քաղաքական հարց, սա կա ազգային փրկության խնդիր։ Ազգային փրկության խնդիրը դրած է լինել կամ չլինելու հարց։ Սա է խնդիրը։ Դուք կարծում եք դա հնարավոր է։ Ես նույնիսկ եմ կրկնում, եթե դա հնարավոր չէ, ուրեմն նշանակում է մենք բոլորս պետք է Հայաստանի հետ տեղի են ունեցել իրադարձություններ։ Հայաստանի հետ 2018-ից սկսած տեղի ունենում ավերներ, այսինքն դրա համար կան պատասխանատուներ։ Տեսեք, հնարավոր է այդ պատասխանատուների հետ ավերների ենթարկվածները համախմբեն ու խրգեն։ Խնդիրը պարզ է, որ այս խմբակի հետ հնարավոր չէ որոշակի Ոչ միայն այս խմբակի մասը։ Տեսեք, հարցը ինչի մասն է։ 2022 թվականի համազգային դիմադրության շարժումը դա Ղարաբաղի փրկության շարժում էր, որը ցավոք սրտի չհաջողվեց։
24 թվականի շարժումը դա իրանցի սահմանների շարժում էր, սահմանների տարածքներ չհանձնելու շարժում էր, որը էլի չարժուղվեց։ Այս անգամ մեր արժեվ դրած է ոչ թե սահմանների ճշգրտման խնդիր, ոչ թե Ղարաբաղի վերադարձի խնդիր, Հայաստանի լինել չլինելու խնդիր։ Սա արդեն բոլորին է վերաբերվելու։ Սա ոչ թե սահմանամեծ գյուղերին է վերաբերվելու, ոչ թե Ղարաբաղցիներին, այլ ամբողջ 3 միլիոն քաղաքացիներին է վերաբերելու, որոնք ապրում են Հայաստան։ Սա հենց այդ գործոնը հաշվի առնելով ես համոզված եմ, որ մարդիկ ոտի են կանգնելու, անկախ իրենց քաղաքական կողմնորոշումից, այն մարդիկ, որոնք ծրագրում են, որ իրենց երեխաները պետք է ապրեն այս տարածքում, այս երկրում, իրենք պետք է ոտի կանգնեն պաշտպանելու այս երկիրը, որովհետև եթե իրենք այդ բանը չանեն, ապա իրենք եւ իրենց երեխաները ըստ էության կզրկվեն այս հայրենիքից։ Սա է խնդիրը։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Մոզյան, հետաքրքիր մեկնաբանությունների համար։ Ես շեշտում ենք կեսօրից եթերում ենք եւ մեր եթերի հյուրերն էին Արա Վարդանյանը, Ստեփան Դանիլյանը, Վանես Խուդյանը եւ Երվանդ Բոզյանը, խոսում ենք Սամվել Կարապետյանի շուրջ, բայց ոչ միայն, նաեւ այդ իրադարձության փորձում ենք բացատրել, թե ինչ է տեղ ունենում մեր երկրում եւ ինչ է սպասում։ Շնորհակալ եմ, կհանդիպենք վաղուց տեսություն։